Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում լարվածությունը հասել է այն կետին, որտեղ յուրաքանչյուր դրվագ կարող է շրջել պատմության ընթացքը։ Բագրատի ողբերգական մահը կարծես փակեց հին էջը, բայց իրականում միայն ավելի խճճեց իրադարձությունները։ Բոլորը համոզված են, որ նա ընկել է պատահաբար, գլխով հարվածել գետնին ու մահացել։ Ոչ ոք, ոչ Աննան, ոչ Սոսը, ոչ Անգելինան, նույնիսկ Սեմը չեն էլ կասկածում, որ իրականում Բագրատի կյանքն ավարտվեց այն ձեռքի մահաբեր հրումով, որը նա ամբողջ կյանքում պաշտպանում էր։ Լիլիթն իր ներսում կրում է ահավոր ճնշում, նա ոչ միայն կորցրել է ամուր հենարան, այլ նաև մեղքի զգացումը ցավոտ է ու կրծում է նրա սիրտը, սակայն ինչպես միշտ Լիլիթն ընտրում է մեղադրելու ամենահեշտ թիրախը Աննային։ Նա ցածրաձայն շշնջում է այդ ամենի մասին, որ Աննան իրենից խլել է ամեն ինչ, նույնիսկ այն մարդուն, ով ցանկացած իրավիճակում նրա կողքին էր։ Լիլիթի համար Աննան դառնում է ամենավատ թշնամին։ Նա համոզում է իրեն, որ եթե Աննան չլիներ, Բագրատը չէր գնա այդ քայլին և ինքը նրան չէր հրի։ Այս ներքին ինքնախաբեությունը Լիլիթին տանում է ավելի վտանգավոր ճանապարհի։ Նույն այդ օրը, երբ Լիլիթն այլևս չի դիմանում իր ներսում կուտակված ճնշմանը ու ցածրաձայն շշնջում է իր արարքի մասին, մոտակայքում կանգնած է Արամը։ Իր որդին նա չի երևում, բայց լսում է։ Նա չի հավատում այն, ինչ լսեց քիչ առաջ իր մոր շուրթերից։ Արամը լսում է իր մոր խոստովանությունը, մի պահ, որը փոխում է տղայի ամբողջ կյանքը։ Նա հասկանում է, որ Լիլիթը ոչ միայն վտանգավոր է ուրիշների համար, այլ արդեն վտանգավոր է դարձել իր համար, իր շրջապատի ու ամբողջ ընտանիքի համար։ Արամի հոգեկան պայքարը սկսվում է հենց այդ գիշերվանից։ Արդյոք պետք է մորը պատժի, արդյոք պետք է լռի և օգնի նրան թաքցնել ճշմարտությունը, արդյոք կարող է ապրել իմանալով, որ իր մայրը մարդասպան է։ Ի վերջո, Լիլիթը ոչ թե պարզապես մարդ է, այլ մայր, բայց նաև մարդասպան, և այս հակասությունը Արամի կյանքը գլխիվայր շուռ է տալիս։ Այս լարվածության հետ միասին Հենրին որոշում է հետ վերադառնալ, քանի որ լսում է, թե ինչ է կատարվում Անգելինայի շուրջը ու կարծում է, որ Անգելինան վտանգի մեջ է թե հոգեպես և թե ֆիզիկապես։ Եվ Հենրին որոշում է հետ վերադառնալ Հայաստան։ Այս վերադարձի մեջ կա թե սեր, թե պատասխանատվություն և թե զգացում, որ Անգելինան իր հետապնդող ճակատագրի մեջ միայնակ չպետք է մնա։ Հենրին արդեն հասկանում է, նրա չլինելը միայն խորացնում է աղջկա ցավը, և նրա վերադարձով սկսվում է նոր գիծ, որը կարող է փոխել ոչ միայն Անգելինայի, այլ ամբողջ պատմության վերջաբանը։ Այս սերիալի ամենահզոր հարցերից մեկը Արամը կանգնած է ընտրության առաջ, որը կարող է կործանել ամբողջ կյանքը։ Եթե նա լռի, կդառնա մոր հանցակիցը ամեն օր ապրելով մեղքի ծանրությամբ։ Եթե նա ասի ճշմարտությունը, նա կկործանի իր մորը, կներկայացնի նրան արդարադատությանը, բայց կմաքրի իր սիրտը։ Եթե նա տատանվի, Լիլիթը կարող է անել նոր սխալներ, իսկ սերիալում արդեն տեսել ենք, որ հոգեպես անկայուն Լիլիթը վտանգավոր է դառնում բոլորի համար։ Արամի որոշումը դառնալու է սերիալի վերջին սերիաների առանցքային հանգույցներից մեկը։ Բագրատի մահը դեռ իր ամբողջ հետևանքները ցույց չի տվել։ Լիլիթի հոգեկան փլուզումը կարող է տանել նոր ողբերգության, որի մասին արդեն խոսել ենք։ Արամի որոշումը փոխելու է ամեն ինչ։ Հենրիի վերադարձը նոր լույսով է ներկայացնելու Անգելինայի պատմությունը։ Աննայի կյանքը կախված է թելի վրա ոչ միայն ընտանեկան խնդիրների, այլ նաև Լիլիթի վտանգավոր մտադրությունների պատճառով։ Դիանա Գրիգորյանի վերջին զանգը հեռուստասերիալը մոտենում է իր ամենածանր, ամենահուզիչ և աննախադեպ ավարտին։ Ինչ կլինի, ցույց կտան վերջին սերիաները, բայց որ վերջին սերիաները լինելու են ամենալարված, ամենաինտրիգային ու դիտարժան սերիաները, դա փաստ է։ Դիանա Գրիգորյանը հաստատ ձանձրանալու առիթ չի տա, այնպես որ հետաքրքիր նորությունները դեռ առջևում են։ Մնացեք մեր ալիքում, որպեսզի տեղեկանաք, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալում և ինչ նոր պլաններ է մշակում Լիլիթը, և ինչպես է որոշելու մեղադրել Աննային։ Արդյոք հավատալու են, որ Աննան է այս ամենի մեղավորը։ Այս և այլ գաղտնիքների բացահայտումը
հաղորդումները շատ շուտով։ Մինչ այդ չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ քիչ անց հետաքրքիր, անակնկալ ու գեղեցիկ գաղտնիքի բացահայտում հատուկ մեր հետևորդների համար։ Դե իսկ Արամը կանգնած է ընտրության առաջ։ Արդյոք Արամը մորը կհանձնի ոստիկանությանը, քանի որ քիչ առաջ նա լսեց սարսափելի տեղեկատվություն, որ հենց մայրն է սպանել Բագրատին։ Իհարկե Լիլիթը առաջին մարդը չէ, որ սպանել է։ Ինչպես հայտնի է հեռուստադիտողներին, նա հրեց կեսրոջը Սոսի մորը և նա նույնպես ընկավ ու մահացավ, այսինքն Լիլիթի խղճի վրա ծանրացած է երկու մարդու մահ։ Ինչ կլինի հետագայում ցույց կտա ժամանակը, բայց որ հեռուստասերիալին մնացել են ընդամենը հաշված օրեր, դա փաստ է։ Ավելի մանրամասները՝ քիչ անց։